Գիտեիք, որ կանայք սեռական ցանկության նվազման դեպքում բժշկի դիմում են 2-ից 3 տարի ավելի ուշ, քան տղամարդիկ էրեկցիայի խանգարման դեպքում։ Այդ ժամանակահատվածում խնդիրը կարող է խորանալ, բարդանալ, ազդել ինքնագնահատականի վրա եւ վատթարացնել միջզույգային հարաբերությունները, հասցնելով նույնիսկ ամուսնալուծությունների։ Այստեղից հետևություն, ժամանակին բժշկին դիմելու դեպքում խնդիրները հնարավոր է շատ արագ եւ արդյունավետ լուծել։ Մեր գիշերային զրույցների ընթացքում մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք սովորաբար լռում եք։ Բարի ուշ գիշեր։ Ամառը հանգստի, արևի եւ ծովի սեզոնն է, բայց հենց այս շրջանում ամենահաճախն են հանդիպում արևայրուքները, մաշկային վարակները, սնկային հիվանդությունները եւ նույնիսկ առողջական խնդիրներ, որոնց մասին շատերը նույնիսկ չեն էլ պատկերացնում։ Ինչպես հանգստանալ այնպես, որ արձակուրդից վերադառնանք ոչ թե բժշկի, այլ հաճելի հիշողությունների հետ։ Այս եւ այլ հարցերի մասին այսօր զրուցելու ենք Մաշկաբանության ազգային կենտրոնի ամբուլատոր ծառայության ղեկավար, մաշկավեներաբան Սևակ Մկրտչյանի հետ։ Սևակ, բարի կես գիշեր, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շատ կուզենայի քննարկենք մի հարց, որը վստահ եմ շատերի մոտ թյուր կարծիք է ստեղծել։ Արևայրուք։ Ինչ է արևայրուքը եւ շատերը երբ որ հասնում են երանելի այդ բրոնզագույն վիճակի, իրենցից գոհ մտածում են, որ դա առողջության նշան է եւ նույնիսկ պատկերացում չունեն, որ գուցե այդտեղ կա չափի զգացում եւ երբ է մաշկը վնասվում, որն է այն սահմանը, որի դեպքում արդեն մաշկը վնասված է եւ առհասարակ ինչ է տեղի ունենում մաշկում, որը այդպես ակնառու գունափոփոխվում է։ Շատ լավ։ Նախ սկսենք նրանից, որ անվնաս արևայրուք հասկացություն գոյություն չունի։ Այսինքն, եթե արևայրուքը որքան էլ որ գեղեցիկ լինի, մի քանի անգամ ավել կարող է վնասակար լինել մաշկին, ինչ առումով, եթե մաշկը ստանում է արևայրուք, այսինքն մաշկը երբ որ մքանում է, դա արդեն իսկ խոսում է նրա մասին, որ մաշկը վնասվել է, այսինքն մաշկը այդպիսով պատասխանում է, արձագանքում է ի պատասխան արևի ճառագայթների վնասմանը։ Այսինքն նույնիսկ մեկ անգամյա արևայրուք։ Այո, եթե ստանում ենք արևայրուք, դա նշանակում է մենք ունենք մաշկի վնասում եւ որպես պաշտպանական ռեակցիա մաշկը սկսում է ավելի շատ, մելանին պիգմենտը, մաշկի գույնը պայմանավորող պիգմենտը արտադրել որպես պաշտպանական մեխանիզմ, որպեսզի թուլացնի այդ արևի վնասակար ազդեցությունը։ Այսինքն, եթե կա, այսինքն առողջ արևայրուք չի կարող լինել, եթե կա արևայրուք, արդեն իսկ ունենք մաշկի վնասում, որին ի պատասխան մաշկը արձագանքել է արևայրուքով։ Ես արդեն պատկերացրի շատերի դեմքի տխուր արտահայտությունը, երբ արդեն մեր հարցազրույցից հասկանում են, որ փաստորեն դա բոլորովին առողջարար վիճակ չի։ Բացարձակ առողջարար երևույթ չէ, այո, ճիշտ է, գեղեցիկ է, լավ հանգստի միգուցե չափանիշ է, երբ որ մարդը վերադառնում է ծովից լավ արևայրուքով, ասում են, ինչ գեղեցիկ է, ինչ լավ հանգստացել ես եւ այլն, բայց ցավոք դա մաշկի վնասման պատասխանն է, օրգանիզմի պատասխանն է այդ վնասին, արևի ճառագայթների վնասին։ Սևակ, շատ կուզենայի հատկապես անդրադառնայինք ժամային հատվածի վրա։ Շատերը ամռանը ինքնամոռաց արևայրուք են ընդունում, պառկելով արևի տակ, մտածելով թե առողջարար է, մտածելով թե դրանով կփորձեն լրացնել վիտամին D-ի անհրաժեշտ պաշարը։ Որոնք են հատկապես ժամային առանձնահատկությունները եւ որն է հատկապես վտանգը խախտելու պարագայում մաշկին վնասելու տեսակետից։ Եվ ինչու՞ չէ գուցե ոչ միայն մաշկին։ Ժամերի առումով եթե խոսենք արևի օգտակար ժամերի քանակի,
իհարկե դրա մասին շատ է խոսում, բայց եւս մեկ անգամ հիշեցնենք, որ ցանկալի ժամանակահատվածը, որ պետք է գտնվել արևի տակ, դա առավոտյան մինչև ժամը 11 ընկած ժամանակահատվածն է եւ արդեն ժամը 4-ից հետո ընկած ժամանակահատվածը, այսինքն առավոտյան 11-ից մինչև 4 ընկած ժամանակահատվածը դա մաքսիմալ վատ շրջանն է արևի ազդեցության համար։ Այդ պատճառով պետք է խուսափել այդ ժամանակահատվածում գտնվել հենց արևի ուղիղ ճառագայթների ազդեցության տակ, այսինքն ժամերով պարկելը արևի տակ փորձելով այդպիսով լրացնել վիտամին D-ի պաշարները մի քիչ սխալ մոտեցում է, ինչու որովհետև երկար մնալով արևի տակ, հա, մենք ավելի շատ չենք ավելացնում վիտամին D-ի պաշարները, այսինքն ավելի շատ վիտամին D չի սինթեզվում, ինչ որ սահման կա, որ դրանից ավել այլևս վիտամին D-ն չի սինթեզվում, ինչքան էլ որ երկար մնանք։ Եվ անպայման չի, որ հենց երբ որ գնում ենք ծով հանգստի, այդ ժամանակ փորձել մաքսիմալ մնալ արևի տակ, որպեսզի լրացնել վիտամին D-ի պաշարները, որտեղ մենք ամենօրյա մեր կյանքում, հա, արևի տակ գտնվելով օրինակ դեմքի կամ ձեռքի բաց տեղամասերի հատվածները իրենք արևի ազդեցության ենթարկվելով կարող են սինթեզել օրգանիզմին անհրաժեշտ վիտամին D-ի քանակը։ Օրինակ բաց մաշկ ունեցողների համար դա մոտավորապես կազմում է 15-ից 20 րոպե, ավելի մուգ մաշկ ունեցողների համար կարող է մի քիչ ավելի երկար ժամանակ պահանջվել 20-ից մինչև 40 րոպե։ Եվ նաև ոչ ամեն օր, այլ շաբաթական 2-3 օր նույնիսկ այդ ժամանակահատվածով արևի ազդեցությունը բավարար է վիտամին D-ի անհրաժեշտ քանակը սինթեզելու համար։ Այսինքն ավելի երկար, հա, 3 ժամ ավել մնալով արևի տակ, մենք 3 անգամ ավել չենք կուտակելու վիտամին D։ Դե շատերը այդպես են կարծում, չէ՞, գնալով ծով մտածում են, թե ինչպես իրենք են ասում, այդ արևային վաննաները, որոնք իրենք այտենց ըմբոշխնում են, մտածում են, թե դրանով երիտասարդացնում են իրենց եւ պաշարում ամբողջ տարվա համար անհրաժեշտ վիտամին D-ի պաշարը։ Ցավոք դա սխալ մոտեցում է, որտեղ վիտամին D-ի պաշարը մենք չենք ավելացնում, բայց մաշկի վնասումը ավելացնում ենք։ Վաղաժամ ծերացման տեսակետից հատկապես։ Ոչ միայն վաղաժամ ծերացումը իհարկե հերթին, բայց նաև տարբեր չարորակ փոփոխություններ, որոնք կարող են առաջանալ ու պարտադիր չէ հենց այդ ժամանակահատվածում, այսինքն անմիջապես մենք չենք տեսնում այդ վնասը, դա կարող է լինել տարիների ընթացքում, այսինքն արևի հասցրած վնասը ունի կուտակային ազդեցություն, այսինքն կարող է լինել ամեն տարի չլինել այդ արևայրուքի ստացումը կամ արևի տակ երկար գտնվելը կարող է ամեն տարի չլինել, բայց իր դրսևորումները, հետևանքները նույնիսկ 10, 20, 30 տարի հետո իրեն կարող են արտահայտվել։ Խոսենք արևապաշտպան քսուկների մասին, SPF կոչվածների։ Գաղտնիք չէ, որ շատերը օգտագործում են դա միայն ծովափին, ծով մտնելուց առաջ կամ լողավազան մտնելուց առաջ, բայց ուշադրություն չի դարձնում, թե որքան ժամանակ առաջ պետք է օգտագործեն, ինչքան պետք է օգտագործեն, որ տեսակը պետք է օգտագործեն, եւ նույնիսկ կարծիք կա, որ նույնիսկ քաղաքում երբ որ ջերմաստիճանը բարձր է, նույնպես էլի կարելի օգտագործել կամ կա այն թեզը, որ եթե անպամած է կարելի է չօգտագործել։ Կուզենայի լսել ձեր մասնագիտական տեսակետը։ Շատ լավ, փորձեմ բացատրել, տեսեք, արևապաշտպան քսուկները առհասարակ պետք է օգտագործել ամբողջ տարին, այսինքն ամեն օր։ Փորձեմ բացատրել ինչու։ Եթե իհարկե ցանկանում ենք խուսափել մաշկի վնասումից, երբ որ միայն ծովում ենք օգտագործում արևապաշտպանները, հա, դա պաշտպանում ենք մաշկը այրվելուց, այսինքն արևահարում ստանալուց կամ արևային այրված ստանալուց ենք պաշտպանում, բայց արևի հասցրած վնասը միայն դա չէ։
մենք ունենք երկու տիպի, հա, արևային ճառագայթներ, UVA եւ UVB ճառագայթներ։ Եթե այսպես մանչելի հասկանալի լեզվով ասեմ, UVB ճառագայթները հենց նրանք են, որոնք պատասխանատու են արևայրուքի զարգացման համար, այսինքն մենք արևապաշտպանը օգտագործելիս կանխում ենք մաշկի վառվելը, այսպես ասած։ Եվ որոնք ակտիվ են հենց այն ժամանակ, երբ որ կա արև։ Իսկ այն կարծիքը, որ անպամած օրերին կամ ձմռան ամիսներին արևապաշտպան պետք չէ օգտագործել, նույնպես տարածված սխալ կարծիք է, որովհետև մյուս ճառագայթները, UVA տեսակի ճառագայթները իրենք ամբողջ տարին կան։ Այսինքն եթե կա լույս, այսպես ասած, ուրեմն կան UVA ճառագայթներ, կապ չունի անպամած եղանակ է, թե ոչ, որտեվ ամպերի միջոցով նույնպես թափանցում են եւ հասնում մաշկ, եւ իրենց հասցրած վնասը այդքան տեսանելի չէ, այսինքն երբ որ մեր մաշկը մքանում է, սևանում է, հա, մենք հասկանում ենք, որ ունենք արևի վնասակար ազդեցություն, բայց UVA ճառագայթները իրենք մաշկի ավելի խորը շերտերն են վնասում եւ հիմնականում հենց պատասխանատու են մաշկի վաղաժամ ծերացման, մաշկի էլաստիկության, առաձգականության կորստի, ջրազրկման, մաշկի չորության իրենց բոլոր հետևանքներով, այդ պատճառով ամեն օր, եթե ուզում ենք ունենալ առողջ մաշկ, ամեն օր պետք է օգտագործել արևապաշտպան քսուկները եւ ուշադրություն դարձնել, որ այդ արևապաշտպան քսուկները պաշտպանեն եւ UVA ճառագայթներից եւ UVB ճառագայթներից։ Բայց կարծում եմ ամեն դեպքում օգտագործելուց առաջ ցանկալի կլինի բժշկի հետ խորհրդակցել։ Ցանկալի է բժշկի հետ խորհրդակցել, ընտրելու այն միջոցը, որը ավելի հարմար կլինի, որը ավելի անվտանգ կլինի մաշկի համար, որովհետև հիմա շուկայում կան շատ տեսակի արևապաշտպաններ, նախատեսված տարբեր մաշկի համար, հատկապես եթե ունենք ինչ-որ մաշկային հիվանդություններ կամ մաշկի 4 տեսակ, յուղոտ տեսակ եւ այլն, պետք է ընտրել համապատասխան, այո, այն տարբերակը, որը չի վնասի մաշկին։ Եվ ցանկալի է ընտրել իհարկե պաշտպանության բարձր գործակից ունեցող, հա, SPF 50 կամ ավել գործակից ունեցող արևապաշտպանները մաքսիմալ պաշտպանություն ապահովելու համար։ Բացի արևապաշտպան փրփուրներից եւ լասյոններից կան նաեւ յուղային տարբերակներ։ Եվ շատ դեպքերում օգտագործում են դրանք ընդգծված արևայրուք ստանալու համար։ Որոնք են այս դեպքում անվնաս միջոցները, հատկապես եթե ուզում են դիմել յուղային տարբերակների, կա հատուկ ինչ-որ մոտեցում ընտրության հարցում, ինչին ուշադրություն դարձնել, որպեսզի դարձյալ էլի չվնասեն մաշկը։ Եթե խոսքը գնում է այն յուղերի մասին, որոնք նպաստում են արևայրուք ստանալուն, եթե ճիշտ հասկացա, նախ ինչպես սկզբում ասեցինք, հա, առողջ արևայրուք չի կարող լինել, այսինքն եթե մենք օգտագործում ենք յուղեր, որպեսզի ստանանք ավելի լավ արևայրուք, բնականաբար այդ յուղերը ոչ մի պաշտպանական էֆեկտ չեն կարող ունենալ, այսինքն եթե մենք պաշտպանում ենք մաշկը, ուրեմն արևայրուք չպետք է ստանանք, իսկ եթե ստանում ենք, նշանակում է իրենք որևիցե պաշտպանական հատկություն չունեն, այսինքն շատ թույլ, շատ ցածր է իրենց պաշտպանությունը մաշկի համար, մաշկի խնամքի համար, որն է ավելի մաշկի խնամքի համար կախված է մաշկի տեսակից։ Յուղային տարբերակը ավելի հարմար կլինի չոր մաշկ ունեցողների համար, որոնք ունեն ավելի փափկացնող, խոնավացնող էֆեկտ։ Իսկ հակառակը ունենք դեպքեր, երբ որ ունենք յուղի ճարպի գերարտադրություն, հա, կամ յուղային մաշկ, այս դեպքում ավելի նախընտրելի են թեթև տեսակները, օրինակ լոսյոնների ձևով կամ ֆլյուիդների ձևով տարբերակները, որոնք ել ավելի չեն նպաստի մաշկի յուղոտությանը։ Տեսանելի արևայրուք ստանալու համար մարդիկ ինչ ասես, որ չեն մոգոնում։ Եվ այստեղ կուզենայի հիշատակել գարեջրային արևայրուքը, որը շատ տարածված է եւ շատերը դա օգտագործում են, հատկապես ամառային հանգստի ժամանակ։ Առհասարակ, որքանով է սա ընդունելի բժշկության տեսակետից եւ արդյոք մնացած այլ տարբերակները, որոնք էլի կան, հատկապես սննդային, այսպես ճակերտավոր արևայրուքներ ստանալու տարբերակները որքանով են ընդունելի կամ անվնաս մաշկի համար։
Բնականաբար ոչ մի տարբերակ անվնաս լինել չի կարող, ճիշտն ասած այդ գարեջրի տարբերակը նախկինում չեմ լսել, չեմ հանդիպել երբևիցե, բայց բնականաբար չի կարող անվնաս լինել, որովհետև այն ամեն ինչը նպաստում է, որ մաշկը ավելի արագ ստանա արևայրուք կամ չգիտեմ ավելի շատ ստանա արևայրուք, բնականաբար մենք նպաստում ենք ավելի արագ մաշկի վնասմանը կամ ավելի շատ վնասմանը, բացի այդ ալկոհոլ պարունակող սպիրտային կոմպոնենտներ պարունակող միջոցները կարող են գրգռել մաշկը, չորացնել մաշկը, եթե ունենք որոշակի մաշկային խնդիրներ, կարող են նպաստել դրանց սրացմանը, բնականաբար անվնաս լինել չի կարող այս միջոցը։ Այնուամենայնիվ, եթե մարդը արդեն արևահարվել է, վնասվել է մաշկը, ո՞րն է առաջին քայլը, առաջին օգնությունը։ Ավանդական տարածված պապենական մեթոդները, մածունը, թթվասերը օգտագործել, թե դրանով մենք ավելի շատ դարձյալի վնասում ենք, ինչ անել նման դեպքում միջով բժշկին հասնելու։ Եթե արևահարվել ենք, կամ արևային արևածք է արդեն ստացել մաշկը, որպես առաջին օգնություն, դե առաջինը բնականաբար հենց արևի ազդեցության դաշտից դուրս տանելն է, որևիցե հովտեղ եւ խուսափել արևի տակ գտնվելուց, ամենաառաջին, ամենաձեռքի տակ եղած միջոցներից ամենահասարակ եւ ամենաարդյունավետ բանը, որը կարելի է անել, դա սովորական սառը ջուրն է։ Այսինքն սառը ջրով կարող ենք թռչոցներ անել կամ, չգիտեմ, սառը ցնցուղի տակ պահել կամ սառը թռչոցներ անել, այդ ընդունված այդ թթվասերով, մածունով կամ, չգիտեմ, ձեթով տարբերակները ինչու ճիշտ չեն եւ հակառակը կարող են ավելի վնասել, քանի որ մենք յուղային շերտ ենք կազմում, ստեղծում մաշկի վրա եւ չենք թողնում, որ մաշկի այդ ավելորդ տաքությունը դուրս գա, այսինքն դրանով կարող ենք նպաստել հետագա էլ ավելի մաշկի վնասմանը։ Եվ բացի այդ էլ եթե ունենանք մի քիչ ավելի ծանր այրվածքների դեպքում, եթե մաշկի ամբողջականության վնասում ունենանք, իրանք այդքան էլ ստերիլ միջոցներ չեն եւ կարող են, չգիտեմ, բակտերիալ բորբոքումներ եւ այլն առաջացնել։ Շեզլոնգներ, հանրային լողավազաններ, տաքավազ, սրանք այն հիմնական բաղադրիչներն են, որոնց առնչվում են հանգստի մեկնելիս, բայց դա ունի նաև իր շարունակությունը, մասնավորապես ինֆեկցիաները, ինչու՞ չէ նաև ոտնաթաթի օրինակ սնկային ախտահարումները։ Ինչի առումով պիտի անհանգստանա մարդը հանգստի մեկնելիս, երբ պետք է ուշիմ լինի, ինչից զգոնանա, որպեսզի զերծ մնա նման խնդիրներից, մասնավորապես այն դեպքերում, երբ դրան գումարվում է նաև օրինակ ոչ պատշաճ մշակված սպիտակեղենը, սրբիչը հյուրանոցի, որը հաճախ ասում են կարող օրինակ պատճառ դառնալ սնկային ախտահարման։ Տեսեք, հանրային վայրերում վարակների մասին խոսելիս, իհարկե առաջինը հենց պետք է խոսել ոտնաթաթերի սնկային ախտահարման մասին, հատկապես հանրային լողավազաններում բոբիկ քայլելիս կամ չգիտեմ հանրային որևէ միջավայրում բոբիկ քայլելիս այդ վտանգը կա, որովհետև բացի նախ բոբիկ քայլելը, որը մենք կարող ենք վարակվել սնկով, մենք ունենք նաև նպաստող միջավայր, այսինքն խոնավ միջավայր եւ ոտքերը լավ չչորացնել, ժամանակին չորացնել, այդ խոնավ եւ տաք միջավայրում, հատկապես միջմատային ծալքերում, որոնք ավելի սեղմված են, ավելի ջերմությունը այդ հատվածում բարձր է, սնկերի համար նպաստավոր զարգացման միջավայր է։ Այդ պատճառով ամենապարզ, ամենահարմար տարբերակը, որը կարելի է կիրառել կանխելու համար այդ սնկային ախտահարումները, դա բնականաբար հողաթափեր ունենալն է, ընդ որում անձնական հողաթափերը, ոչ թե ուրիշի հողաթափերը, ուրիշի սրբիչները օգտագործելուց բնականաբար պետք է խուսափել, հատկապես երբ որ լողափին կան հյուրանոցներ, չէ, ովքեր տալիս են իրենց սրբիչները լողափ մեկնելիս եւ բնականաբար չեն կարող իմանալ, թե ինչքանով է այն լավ լվացված, ախտահանված կամ արդյունքված, որոնք նույնպես կարող են դառնալ մաշկային
որոշ պարազիտների փոխանցման պատճառ, հա, օրինակ քոսի կամ ոչիլի, շատերը կարծում են, որ այդ հիվանդությունները հիմա չկան, բայց հավատացնում եմ ձեզ, կան եւ շատ տարածված են, հաճախ են հանդիպում, որոնք ուրիշի հագուստի միջոցով, սրբիչների միջոցով, վատ ախտանված սպիտակեղենի միջոցով կարող են փոխանցվել մեկը մյուսին։ Այդ պատճառով ամենահուսալի միջոցը դա հետևել պարզապես անձնական հիգիենայի կանոններին եւ ունենալ անձնական հիգիենայի պարագաներ, հողաթափեր, անձնական սրբիչ եւ այլն։ Սևա գաղտնիք չէ, որ հատկապես ամառային հանգստի ժամանակ մարդիկ բախվում են մասնավորապես անձնական օգտագործման պարագաների հիգիենիկ խնդիրներին եւ հանգստի մեկնելիս հյուրանոցային համալիրներում խնդրահարույց են հատկապես հենց հիգիենայի պարագաները, սրբիչը, խալաթը եւ այլն։ Եվ նաեւ գաղտնիք չէ, որ բոլորովին հյուրանոցի աստղերը բացարձակ ուղիղ համեմատական չեն հիգիենիկ պայմանների հետ։ Ինչ անի մարդը, երբ մեկնում է օրինակ 5 աստղանի հյուրանոց եւ մտածում է թե ինչի համար հետս սրբիչ տանեմ, խալաթ տանեմ եւ նույն հյուրանոցում կա, բայց մենք որպես բժիշկ գիտենք, որ դա այդքան էլ մոտ չի իրականությանը, խնդիրները կան եւ քիչ չեն այդ խնդիրները։ Ինչին ուշադրություն դարձնի, որպեսզի հետագայում չվերադառնա հանգստից ձեռք բերելով սնկային եւ ոչ միայն։ Իհարկե այդ խնդիրն էլ կա, միշտ չի որ հարմար է հանգստի մեկնելուց մեկնել սրբիչով եւ այլն, հա, ավելորդ քաշ չունենալ, ավելորդ իրեր չտանել, ես ինքս էլ թեկուզ դրա մասին խոսում եմ, բայց ես ինքս էլ բժիշկ լինելով, հա, հանգստի մեկնելուց երբեք իմ անձնական սրբիչը չեմ տանում, այլ վստահում եմ հյուրանոցի սրբիչին։ Բնականաբար վստահ 100%-ով վստահ լինել չենք կարող, բայց իհարկե հյուրանոցի, այսպես ասած, հեղինակությունը ամեն դեպքում ինչ որ դեր կարող է ունենալ, այսինքն հյուրանոցներ կան, որոնք բնականաբար իրենց համար շատ կարևոր է, հա, ամեն ինչի մաքրությունը, այդ թվում սրբիչների, սպիտակեղենի եւ կարող ենք վստահել, որ նորմալ լվացվում են համապատասխան ջերմաստիճանով, համապատասխան նյութերով, բայց իհարկե ավելի ցածրակարգ հյուրանոցներում միգուցե այդքան էլ ուշադիր չեն այդ ամեն ինչին հետևում։ Հետո, չգիտեմ, մի քիչ երևի այդ անձնական փորձից էլ ելնելով, հա, սպիտակեղենի կամ սրբիչի տեսքից, հոտից, ինչու՞ չէ, նաև հնարավոր է միգուցե ինչ-որ չափով հասկանալ նորմալ լվացված, ախտահանված սպիտակեղեն է, թե ոչ։ Բայց նման դեպքերում ցավոք կանխել ինչ-որ ձև բնականաբար չենք կարող, բայց գոնե վերադառնալիս ինչ-որ տարօրինակ բաներ, երբ որ նկատում ենք մաշկի վրա, հա, չգիտեմ, նույն օրինակ ոտնաթաթի սնկախտի դեպքում, որը հաճախ են սկսվում է միջմատնային ծալքերից, թեկուզ աննշան թեփոտվածությունը, մի քիչ գույնի փոփոխությունը կարող է վկայել նոր սկսվող սնկային ախտարման մասին, գոնե այդպիսի փոփոխություններ ինչ որ նկատելու դեպքում դիմել բժշկի մասնագետի կանխելու հետագա զարգացումները։ Հասկանալի է, որ իհարկե նման դեպքերում շատ կարևոր է ուշադրություն դարձնել հյուրանոցի հիգիենիկ պայմաններին, մասնավորապես սպիտակեղենի վիճակին, եւ նաեւ հասկանալի է, որ դա շատ թանկ հաճույք է, քանի որ առհասարակ սպիտակեղենի եւ հիգիենայի ապահովումը թերևս հանգստի կարևորագույն բաղադրիչներից է, որը պահանջում է բավականին թանկ սպասարկում եւ դրանով էլ նաեւ պայմանավորված են շատ դեպքերում հանգստի ոչ մատչելի եւ մատչելի տարբերակները, որովհետեւ սպիտակեղենի մշակումը ընդհանրապես հիգիենիկ ամբողջ այդ գործընթացների սպասարկումը պահանջում են բավականին մեծ ֆինանսական ներդրումներ։
Դե բնականաբար եթե հյուրանոցները, որոնք ավելի թանկ են կամ մտածում են իրենց հեղինակության մասին, բնականաբար կարողանում են ապահովել այդ ամեն ինչը, բացի այդ այն խնդիրները, որոնք որ նշեցին, նույն այդ քոսի կամ ոչիլի տարածումը կանխելը, իրենց դեպքում երբեմն բավարար է ուղղակի պարզապես տաք ջրով լվանալը եւ արդուկելը, որը կարծում եմ ժամանակակից հյուրանոցներում այդքան էլ դժվար չի կազմակերպելը եւ միջինից բարձր կարգի հյուրանոցները շատ հեշտությամբ կարող են այդ ամեն ինչը ապահովել։ Սևակ, ամռանը լողավազանները իհարկե փրկություն են, բայց երբեմն նաև խնդիրների առաջացման աղբյուր, հատկապես սնկային հիվանդությունների։ Այստեղ նաև միանում է քլորով մշակելու տարբերակը եւ շատերը այստեղ մտահոգություններ են հայտնում, հատկապես մաշկը վնասել չվնասելու տեսակետից, մազերի խնամքի առումով, ինչին պետք է ուշադրություն դարձնի մարդը լողավազանից օգտվելու պարագայում, հատկապես իմ թվարկած խնդիրներից զերծ մնալու համար։ Տեսեք, լողավազանների դեպքում, հանրային լողավազանների դեպքում հատկապես բնականաբար առանց ախտահանող միջոցների, մասնավորապես քլորի չենք կարող, որովհետև շատ ավելի կարևոր է դրա կիրառումը, քան թե ընդհանրապես ոչինչ չկիրառելը։ Եվ այն քանակը, որը որ կիրառվում է լողավազանները ախտահանելու համար, քլորի այդ քանակը որպես այդպիսին անվտանգ է օրգանիզմի կամ մաշկի համար, բայց այստեղ խոսքը գնում է ազդեցության երկարատևության եւ հաճախության մասին, այսինքն եթե 1-2 անգամ օգտվում ենք, առանձնապես որևիցե ինչ-որ վնասի մասին կարող ենք չմտածել, բայց եթե դա ամենօրյա process է եւ ավելի երկար ենք մենք շփվում, այդ քլորաջրի հետ, բնականաբար այստեղ կարող են որոշակի խնդիրներ առաջանալ, ու առաջին հերթին դա մաշկի չորությունն է, որը քլորը կարող է առաջացնել, ոչ միայն մաշկի, այլ մազերի դեպքում կարող է առաջացնել չորություն, հատկապես մաշկային խնդիրներ ունեցող մարդկանց դեպքում կան հիվանդություններ, որոնք արդեն իսկ ուղեկցվում են մաշկի լավ արտահայտված չորությամբ, կարող են նպաստել տվյալ խնդիրների սրացմանը, մաշկի էլ ավելի չորացմանը, մի քանի բարձ կանոնների միջոցով կարող ենք որոշ չափով խուսափել դրանից, օրինակ լողավազան մտնելուց առաջ ցնցող ընդունել, որովհետև թաց մաշկը եւ թաց մազերը մի քիչ ավելի քիչ են ենթարկվում քլորի ազդեցության, ավելի քիչ գտնվել ջրի մեջ եւ իհարկե լողավազանից հետո կրկին ցնցող ընդունել, որպեսզի մաշկից մաքրել այդ քլորաջրի մնացորդները եւ օգտագործել թեթև ինչ որ խոնավացնող միջոցներ հետագա մաշկի չորությունը կանխելու համար։ Ինչպես արդեն պարզ դարձավ մեր քննարկումից, ամռանը հատկապես ակտուալ է ոչ միայն մաշկի խնամքը, այլ նաև մազերի խնամքը։ Եվ այդ հարցում պետք է շատ ուշադիր լինել, քանի որ ամառային հանգստի բացթողումները կարող են հետագայում հանգեցնել մազաթափության խորացման։ Մեր հաղորդման գործընկեր Alpen Pharma-ն արդյունավետ միջոց է առաջարկում։ Alpenta-ն եվրոպական շուկայի համար ստեղծված բարձրակարգ շվեյցարական հավելում է, որն ազդում է հենց այն հատվածում, որտեղ սկսվում է խնդիրը՝ մազի արմատներում։ Եթե տարատեսակ շամպուններն ու կոսմետիկ միջոցները հաճախ քողարկում են խնդիրները, տալիս կարճաժամկետ լուծումներ, ապա Alpenta-ն հարցը լուծում է արմատապես։ Alpenta-ի բնական բաղադրությունը խթանում է մազերի աճը, վերականգնում վնասված կառուցվածքը, տալիս առողջ փայլ եւ գրավչություն։ Այլևս կարիք չկա տարբեր ժամանակատար պրոցեդուրաներ անել, օրական ընդամենը 1 պատիճ սննդի հետ եւ ոչ միայն ձեր մազերը, այլ նաեւ ձեր մաշկն ու եղունգները կստանան իրենց անհրաժեշտ բոլոր սնուցող նյութերը։ Մեկ տուփի մեջ կան ամբողջ կուրսի համար անհրաժեշտ բոլոր պատիճները։ Alpenta արմատական լուծում բառի ուղիղ իմաստով։ Ուշադրություն, Alpenta-ն ունի հակացուցումներ, մասնավորապես այն չի կարելի հղիներին ու կերակրող մայրերին եւ նախատեսված է 18-ից բարձր անձանց համար։ Ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ ներդիրում։ Շատերը կարծում են, որ ծովի ջուրը ունի նաև օգտակար հատկություններ մաշկի առողջարար լինելու տեսակետից։ Նույնիսկ կարծիք կա, որ ակնե է բուժում,
մաշկի գրգռվածությունը կարող է վերացնել կամ կա նույնիսկ հակառակ կարծիքը։ Կուզենայի լսել ձեր մոտեցումը, ծովի ջուրը, աղի ջուրը ինչ ազդեցություն ունի մաշկի վրա։ Ծովի ջուրը իհարկե որպես բուժիչ ազդեցության մասին մի քիչ սխալ կլինի ասել, որ բուժիչ ազդեցություն ունի, բայց բնականաբար ունի դրական ազդեցություն եւ նույնիսկ որոշ մաշկային հիվանդությունների դեպքում բավականին լավ դրական արդյունք կարող ենք ունենալ ծովի ջրի դեպքում, հա, քանի որ աղի ջուրը որոշ չափով կարող է ունենալ հակաբորբոքային, հակամարեային ազդեցություն, նույն ակնեի դեպքում, հա, կորիակային հիվանդության դեպքում այստեղ բուժիչ ազդեցությունը մի քիչ սխալ է ասել, որտեղ մենք ունենում ենք թվացial լավացում, հա, աղի ջուրը, արևը որոշ չափով նպաստում են այդ բորբոքային process-ների նվազմանը եւ կլինիկական դրսևորումների թեթևացմանը, լավացմանը, այսինքն ծովային հանգստից հետո մենք կարող ենք նկատել հիվանդության հետ զարգացում, բայց ցավոք, քանի որ այդ process-ը ոչ թե, այսինքն աղի ջրի ազդեցությունը ոչ թե հենց բուն պատճառի վրա է ազդում հիվանդության, այլ միայն այդ արտաքին նշաններն է քողարկում, այստեղ բուժման մասին խոսելը սխալ կլինի, որտեղ այդ դրական էֆեկտը շատ կարճ է տևում, այսինքն կարող է մի քանի ամիս պահպանվել, բայց քանի որ մենք հիվանդության պատճառի վրա չենք ազդում, բնականաբար մի քանի ամիս հետո հիվանդությունը կարող է նորից կրկնվել։ Այսինքն բուժիչ կարող ենք չասել, բայց բնականաբար դրական ազդեցություն կարող է ունենալ մաշկի որոշ խնդիրների դեպքում։ Եվ չեմ կարող իհարկե այս հարցը չտալ հաղորդման սպეციფიკայից ելնելով, լողազգեստ դրա ճակատագրական վրիպումները եւ ազդեցությունը սեռական առողջության վրա։ Շատերը հանգստի մեկնելիս լողազգեստը կրում են ամբողջ ընթացքում եւ որպես ներքնազգեստ եւ որպես լողազգեստ, որն է այս դեպքում վտանգը մաշկային խնդիրների տեսակետից, երբ պետք է մտահոգվել, որովհետև մեր պրակտիկայում միշտ սեպտեմբեր ամիսը հայտնի է, որ սեռական խանգարումները հատկապես ընդգծված են, երբ վերադառնում է հանգստանալուց եւ պատճառներից մեկն այն է, որ ամբողջ ընթացքում մտել է լողազգեստի մեջ եւ դուրս չի եկել, բերելով տարբեր տեսակի սեռական խնդիրների, պոտենցիայի խանգարման, վաղաժամ սերմնաժայթքման, նույնը նաեւ կանանց մոտ օրգազմի բթացման եւ այլն։ Ինչ է ասում մաշկաբանությունը։ Այստեղ եթե խոսենք լողազգեստի մաշկի վրա ունեցած ազդեցության մասին, հա, այստեղ խնդիրը երկարատև լողազգեստի մեջ մնալու դեպքում խնդիրը կրկին խոնավությունն է եւ տաք միջավայրը, այսինքն լողազգեստները հիմնականում իրենք սինթետիկ նյութերից են պատրաստված, որոնք սեղմում են մաշկը եւ տաք միջավայր են ստեղծում եւ դրան գումարած նաեւ խոնավությունը կարող են նպաստավոր պայմաններ ստեղծել սնկային խնդիրների, հա, կրկին սնկային խնդիրների զարգացման համար։ Այդ պատճառով շատ կարեւոր է երկար ամբողջ օրը չմնալ այդ խոնավ հագուստի մեջ եւ ընտրել այնպիսի նյութեր, որոնք մի քիչ ավելի ազատ լինեն եւ արագ չորացող լինեն կամ գոնե ժամանակ առ ժամանակ փոխել դրանք եւ երկար ժամանակ չմնալ այդ խոնավ հագուստի մեջ։ Սևակ, թեման անսպառ է, հարցերը շատ են եւ վստահ եմ հատկապես հաղորդումը մեր դիտելուց հետո նրանք ովքեր որ պատրաստվում են մեկնել հանգստի կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները։ Շնորհակալություն հետաքրքիր եւ բովանդակալից քննարկման համար։ Շնորհակալ եմ ձեզ հրավերի համար։ Ձեր ամառային հանգիստը փայլուն եւ անվտանգ անցկացնելու համար հետևեք մեր հաղորդման փորձագետների խորհուրդներին եւ ձեր սեռական առողջությունը կլինի անվտանգ, իսկ ձեր սեռական հարաբերությունները կլինեն երկարատև եւ առողջ։ Բոլորիդ մաղթում եմ առողջ եւ հանգիստ ամառ։
Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք գրում եք մեզ։ Շնորհակալություն մեզ վստահելու եւ հարցեր հղելու համար։ Մեզ համար անչափ կարեւոր է ձեր վստահությունը։ Իսկ այժմ կարդամ հարցը։ Բարև ձեզ, 53 տարեկան եմ, ունեմ շաքարային դիաբետ եւ զարկերակային գերճնշում, իսկ վերջին շրջանում զգալիորեն թուլացել է պոտենցիան։ Շատ եմ կարդացել, որ նման դեպքերում նշանակվում են տարբեր տեսակի սեռախթանիչներ։ Արդյոք դրանք կարող են օգնել իմ դեպքում եւ ինչ հետազոտություններ պետք է անցնեմ, մինչեւ բուժում սկսելը։ Վերլուծելով ձեր հարցը, կարող եմ նշել, որ իհարկե սեռական խնդիրներ կարող են ի հայտ գալ, որովհետեւ նախ գործ ունենք տարիքային գործոնի հետ։ 50 տարեկանից հետո տղամարդու սեռական առողջությունը զգալիորեն սկսում է տուժել, քանի որ նախ նվազում է տեստոստերոնը եւ հետո գործ ունենք անոթային փոփոխությունների հետ։ Բացի այդ, դուք նշում եք, որ կա նաեւ գերճնշում, իսկ գերճնշումը, իսկ ավելի ճիշտ գերճնշման ժամանակ օգտագործվող դեղամիջոցները հայտնի է, որ ժամանակի ընթացքում կարող են թուլացնել սեռական ֆունկցիան, կախված իհարկե դեղախմբերից։ Մյուս պատճառը շաքարային դիաբետն է։ Հայտնի է, որ շաքարային դիաբետը նույնպես բերում է սեռական ֆունկցիայի նվազման։ Այսինքն, այստեղից արդեն կարելի է եզրակացնել, որ պատճառները բավականին շատ են, որպեսզի տուժի սեռականը։ Լուծելի է խնդիրը, իհարկե լուծելի է։ Ինչ է պետք անել։ Նախ չվհատվել, հասկանալ, որ լուծում կա։ Հետո դիմել սեքսապաթոլոգի, անցնել անհրաժեշտ խորհրդատվություն, անհրաժեշտ հետազոտություններ եւ հետո բուժվել։ Որոնք են այդ հետազոտությունները։ Առաջին ամենահասարակ հետազոտությունը իհարկե սոնոգրաֆիան է, ասել է թե էխո ժողովրդական լեզվով, պարզելու թե ինչ վիճակում են ձեր սեռական օրգանները։ Ինչու՞։ Պարզել շագանակագեղձը բորբոքված է, թե ոչ։ Գուցե նաև կարող է ադենոմայի պատկեր լինել, չի բացառվում։ Այսինքն պարզել ինչ վիճակում են սեռական օրգանները, հետագայում բարդություններին չբախվելու համար։ Հանձնել մեզի անալիզ, ստուգել սեռավարակների առկայությունը, գոնե այդքանը, եւ դրան գումարած նաև արյան անալիզ սեռական հորմոնները պարզելու համար, որոնք են դրանք տեստոստերոն, պրոլակտին, էստրադիոլ, վիտամին D, գոնե այդքանը։ Անհրաժեշտ անալիզները հանձնելուց հետո, իհարկե նաև ձեր հոգեբանական վիճակին ստապ գնահատական տալուց հետո բժիշկ սեքսապաթոլոգը ունենում է ինչ սեռական դատավճիռ, ասել է թե ախտորոշում եւ անցնում է բուժման։ Իհարկե բուժումը իրականացվում է թիմային սկզբունքով, այսինքն պետք է անպայման ընդգրկվի նաև գրագետ էնդոկրինոլոգը, որպեսզի կարգավորի շաքարի թվերը գլյուկոզայի մակարդակը արյան մեջ։ Եվ բուժումը բնականաբար համալիր է, այսինքն կարգավորում ենք այս դեպքում տեստոստերոնի մակարդակը, հանրաժեշտ հորմոններ նշանակելով, արյան շրջանառության վիճակը, եթե կա արյան շրջանառության խնդիր, եւ նաեւ գլյուկոզայի մակարդակը։ Եվ դրան զուգահեռ արդեն նշանակվում են սեռախթանիչներ տարբեր տեսակի, եւ քիմիական, եւ բուսական։ Դա արդեն ընտրում է բժիշկ սեքսապաթոլոգը։ Բուսական սեռախթանիչները տարբեր են, դրանք հիմնականում վիտամիններ եւ միներալներ պարունակող դեղամիջոցներ են, իսկ քիմիականներից որպես կանոն դրանք այն դեղամիջոցներն են, որոնք իրենց մեջ պարունակում են տարբեր տեսակի քիմիական սեռախթանիչներ։ Օրինակ, այս հարցում կարող է օգտակար լինել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերության Տադաֆորտ դեղամիջոցը։ Տադաֆորտը ունի երկու դոզավորում՝ 5 եւ 20։ 5-ը նախատեսված է ամենօրյա բուժման համար, իսկ 20-ը պլանավորված սեռական հարաբերության ժամանակ։ Երբեմն օգտակար է լինում նույնիսկ 10-ը։ Պացիենտները գոհ են լինում, երբ որ սկիզբը սկսում ենք օրինակ 10 միլիգրամ դեղամիջոցից։ Ի տարբերություն նախորդ սերնդի, այսպես ասած, մրցակիցների, Տադաֆորտը ունի մի շարք կարևոր առանձնահատկություն։ Արագ է ազդում եւ երկար է պահում իր ազդեցությունը։ Սա շատ կարևոր առանձնահատկություն է, որովհետև սիրելին շունչը պահած անհամբեր սպասում է, թե երբ է իր սիրեցյալը կատարելու իր սուրբ պարտքը եւ բավարարելու նրա սեռական ցանկությունները։ Եվ այս առումով եւս Տադաֆորտը ունի մի շատ կարևոր առանձնահատկություն, երկար է ազդում 36 ժամ եւ ավելի։ Սա նշանակում է, որ տղամարդը կարող է ունենալ կրկնակի եռակի սեռական հարաբերություններ, եթե ունենա իհարկե սեռական ցանկություն եւ հնարավորություն։ Դեղամիջոցը ունի նաեւ հակացուցումներ, որոնց մասին պետք է իրազեկի բուժող բժիշկը։
Մյուս դեղամիջոցը, որը երկարաձգում է սեռական ակտի տևողությունը, ասել է թե հաճույքը, դա դապոքսետինն է, որը նույնպես ունի երկու դոզավորում՝ 30 եւ 60։ Դոզայի ընտրությունը կախված է խնդրի բարդությունից եւ վաղեմության աստիճանից։ Բնականաբար երկու դեղամիջոցների համատեղ օգտագործման դեպքում շատ կարճ ժամանակահատվածում ձեր սեռական առողջությունը հնարավոր կլինի լիովին վերականգնել եւ դուք արդեն կարող եք հետագայում անհոգ եւ լիարժեք վայելել ձեր սեռական գիշերները։ Առողջ եղեք։ Ավարտվեց եւս մի գիշերային զրույց։ Վստահ եմ այն օգտակար էր իր խորհուրդներով։ Գտեք մեզ համացանցում, տարածեք մեր տեսանյութերը, թողեք մեկնաբանություններ եւ իհարկե գրեք հարցեր։ Մենք դրանց անպայման կանդրադառնանք։ Շնորհակալություն մեզ հետևելու եւ վստահելու համար։ Մեր գիշերային զրույցների ընթացքում մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք լռում եք։ Մինչ հաջորդ գիշեր։